Եկեք մանրամասն ուսումնասիրենք խաչի մասին մարգարեությունը թվեր 21-րդ գլխում։ Տեսնենք թվեր 21-րդ գլխի 4-րդ համարը։ Հոր լեռից Կարմիր ծովի ճանապարհով մեկնելով, նրանք շրջանցեցին Եդովմացիների երկիրը։ Ժողովուրդը անհամբերություն ցույց տվեց ճանապարհին։ Համար 5-րդ. Եվ սկսեց խոսել Աստծու Մովսեսի դեմ, ասելով. Ինչու մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնենք, որովհետև ոչ հաց կա, ոչ ջուր, մենք զզվել ենք այս խղճուկ սննդից։ Տերը թունավոր օձեր ուղարկեց ժողովրդի վրա, որոնք խայթեցին մարդկանց, այնպես որ Իսրայելից շատ ժողովուրդ մեռավ։ Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ ասաց. Մենք մեղանչեցինք Տիրոջ քո դեմ խոսելով։ Աղոթիր Տիրոջը, որ մեզանից հեռացնի այդ օձերը։ Մովսեսն աղոթեց ժողովրդի համար։ Տերն ասաց Մովսեսին. մի թունավոր օձ պատրաստիր այն դիր մի ձողի վրա։ Ով որ խայթվի նայի այդ օձին, կփրկվի։ Մովսեսը պղնձե մի օձ պատրաստեց այն դրեց ձողի վրա։ Երբ որ օձը մեկին խայթում էր, նա նայում էր պղնձե օձին առողջանում էր։ Արդյոք բրոնզե օձը փրկեց իսրայելացիներին։ Եթե բրոնզե օձը փրկեր իսրայելացիներին, արդյոք այսօր յուրաքանչյուր ընտանիք բրոնզե օձ չէր սարքի եւ նայի նրան, որպեսի առողջանա, երբ հիվանդանա։ Դա երբեք տեղի չի ունենա։ Եթե Աստված չասեր, ով նայում է բրոնզե օձին, կապրի, կարող են ապրել։ Եթե նույնիսկ բրոնզե օձը սարքեն եւ 100 կամ 1000 անգամ նայեն նրան։ Որն է այն գալիս զորությունը, որը բուժեց թունավոր օձերի խայթած իսրայելացիներին։ Աստծո խոսքի շնորհիվ, ով նայի բրոնզե օձին, կապրի, իսրայելացիները ապրեցին նայելով նրան։ Անիմաստ անպետք կլինի նրանց համար 1000 անգամ պղնձե սագին նայելը, եթե չլիներ Աստծուց այդպիսի խոսքը։ Այնուամենայնիվ, քանի որ մարդիկ շատ հիմար են, նրանք չեն հասկանում Աստծո անտեսանելի զորությունը։ Նրանք մոտ 1000 տարի երկրպագում ծառայում էին բրոնզե օձին, ասելով. Մենք փրկվեցինք բրոնզե օձի շնորհիվ։ Եկեք բացենք Թագավորների 18-րդ գլուխը, առաջին համարը։ Իսրայելի թագավոր Էլայի որդի Օվսեի 3-րդ տարում թագավոր դարձավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան։ 25 տարեկան էր, երբ դարձավ թագավոր, 29 տարի թագավորեց Երուսաղեմում, նրա մոր անունն էր Աբի, Զաքարիայի դուստրը։ Եվ նա բոլորովին ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայր Դավիթը։ Նա վերացրեց բարձր տեղերը, կոտրտեց արձանները, քանդեց աստարովթի կուռքերը, փշրեց այն պղնձե օձը, որ շինել էր Մովսեսը, որովհետև մինչ այդ օրերը Իսրայելի որդիները խունկ էին ծխում նրան։ Սա այն պղնձե սագն է, որը Մովսեսը պատրաստել էր։ Եզեկիայի ժամանակաշրջանը Մովսեսի ժամանակներից մոտ 1000 տարի անց էր։ Մինչ այդ, իսրայելացիները պաշտում էին բրոնզե օձին։ Իսկ ինչ արեց Եզեկիան։ Նա այն կոտրեց կտոր։ Նա կոչվում էր Նեեսթան։ Համար 5-րդ. Եվ ապավինեց Իսրայելի Տեր Աստծուն, նրանից հետո Հուդայի բոլոր թագավորների մեջ նրա նմանը չեղավ, ոչ էլ նրանց մեջ, որ եղել էին նրանից առաջ։ Եվ հարեց Տիրոջը չհրաժարվեց նրա ետից գնալուց ու պահեց նրա պատվերները, որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Տերը նրա հետ էր, ուր որ գնում էր, հաջողություն էր ունենում։ Լավ չէ, որ նա ազատվեց Նեհուշտանից, բրոնզե օձից։ Նոր կտակարանում Հիսուսն այն կապում է խաչի հարցի հետ։ Շարունակենք Հովհաննես, գլուխ 3, համար 12-րդ։ Եթե ձեզ երկրային բաներն ասացի, ու ինձ չեք հավատում, հապա ինչպես պիտի հավատաք, եթե երկնային բաներն ասեմ։ Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի մարդու որդուց, որ իջավ երկնքից, որ երկնքում է։ Եվ ինչպես Մովսեսն անապատում։ Ինչ բարձրացրեց նա, Մովսեսը ինչպիսի օձ բարձրացրեց։ Դա բրոնզե օձն էր։ Ինչպես Մովսեսը բարձրացրեց օձը անապատում, այնպես էլ մարդու որդին որտեղ պետք է բարձրացվի։ Բրոնզե օձը բարձրացվեց ցուպի վրա, իսկ Հիսուսը բարձրացվեց խաչի վրա։ Ինչպես Մովսեսը բարձրացրեց, օձին բարձրացրեց, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա։
Հիսուսը եկավ այս երկիր 2000 տարի առաջ խաչվեց։ Արդյոք խաչն ինքը զորություն ունի քավելու մեր մեղքերը։ Ինչն է մարել մեզ մեր մեղքերից շնորհել մեզ քավության շնորհ։ Միթե դա Հիսուս Քրիստոսի անգին արյունը չէ։ Նույնիսկ եթե արյունը թափվել է խաչից բացի այլ միջոցներով, նրա արյունը անգին է։ Մենք խաչի կարիք չունենք մեր մեղքերի թողության համար։ Իսրայելացիները մի կողմ դրեցին Աստծո խոսքը, երբ նայեք նրան, կապրեք։ Նրանք ավելի քան 1000 տարի երկրպագում ծառայում էին բրոնզե օձին, որը ոչ այլ ինչ էր, քան գործիք։ Ինչ են երկրպագում այսօր աշխարհի կրոնական մարդիկ Հիսուս Քրիստոսի անգին արյան քողի տակ։ Նրանք խաչ են կրում որպես վզնոց, դնում են եկեղեցու վերում փորագրում ամպիոնի պատի վրա։ Դրանով նրանք երկրպագում են խաչը։ Եզեկիա թագավորի ժամանակ, երբ Եզեկիան հասկացավ զատիկը, բրոնզե օձը փշրեց կտոր։ Նա մեծ գովասանք ձեռք բերեց Աստծուց։ Հին կտակարանի բոլոր գործերը ստվեր են։ Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում նոր կտակարանում, իրականությունն են։ Նույն կապը գոյություն ունի բրոնզե օձին երկրպագող մարդկանց խաչը երկրպագող մարդկանց միջ։ Ահա թե ինչու Աստված արթնացնում է մեզ բրոնզե օձի դեպքով, որ ինչպես Եզեկիա թագավորը փշրեց բրոնզե օձը, այնպես էլ խաչը կուռք է, որը պետք է ջարդվի։